2000-ի ամռանը Երևանում սրված էր փողոցային առևտրի դեմ պայքարը, քաղաքապետի խորհրդականն ասում է մտավորականների պահանջն է։ Քաղաքապետը բնականաբար արձագանքում է մտավորականների խնդրին։ Ըստ քաղաքապետի խորհրդականի փողոցային առևտուրը բազմաթիվ տանիքներ ունի եւ քաղաքապետը հենց տանիքների դեմ է պայքարում։ Ովքեր են նրանք, որ փողոցում հովանավորում են բանջարեղեն կամ կարտոֆիլ վաճառողին։ Տանիքների կարգավիճակում հանդես են գալիս կիսակայացած գործարարները, համայնքային նշանակության իշխանավորները կամ ոստիկանության տեղական նշանակության չինովնիկները։ Երևանի քաղաքապետի խորհրդականը տանիքներ է տեսնում նաև երթուղային տաքսիների ուղևորափոխադրումներ իրականացնելու բիզնեսում։ Այստեղ արդեն լրագրողներն են օգնել քաղաքապետարանին իմանալու, թե ովքեր են այդ տաքսիների տանիքները։ Եվ բավականին բարձր տեղերից ղեկավարվող տանիքներ դա փաստ է։ Խորհրդականն ակնարկում է, որ քաղաքապետ Ալբերտ Բազեյանն իր ղեկավարած հիմնարկում ունի սեփական թիմ ունենալու խնդիր։ Բացառված չէ, որ աղբահանության, հողօգտագործման եւ այլ խնդիրներով զբաղվող տեխնոկրատներին փոխարինեն քաղաքական դեմքեր։ Քանի որ պարոն Բազեյանը նաև քաղաքական գործիչ է։ 2000-ի ամբողջ գարնանը եւ ամռանը Երևանի բոլոր այգիներում կտրուկ նվազում են կանաչ գոտիները, ակտիվորեն ծավալվում էր սրճարանաշինություն։ Քաղաքապետի խորհրդականն ասում է, մարդիկ չէին առարկում, այդ պատճառով էլ կառուցում են։ Սուրեն Սուրենյանցն այսօր խարդախությամբ քաղաքացիներից զգալի չափերի ապշտակություն կատարելու մեղադրանքով դատապարտված է 4 տարի ազատազրկման։